Այսօր իմ թիմն ինձ համար պատրաստել է 5 տարբեր առեղծվածային տուփեր եւ ես պարտավոր եմ տուփերն ըստ համարների հերթականության բացելով իմ ամբողջ օրը գոյատևեմ միայն ու միայն տուփերի ներսում գտնվող պարագաներն օգտագործելով։ Աստված իմ մենակ ոչ սա։ Կրանի ջուր բազում ու ձեները չլսեմ։ Այժմ մի հատ լվում ենք մեր զուգարանը։ Այս ի՞նչ է։ Ոսկի եմ գտել։ Ամենահետաքրքիրն այն է լինելու, որ ես պատկերացում անգամ չունեմ, թե ինչ առաջադրանքներ ու ինչ փորձություններ են այսօր ինձ սպասվում։ Ժամանակն է արդեն բացելու մեր այսօրվա առեղծվածային տուփերը։ Ինչպես նշեցի վիդեոյի սկզբում, պատկերացում անգամ չունեմ, թե ինչ էր իմ թիմը այսօր պատրաստել ինձ համար։ Դրա համար հետաքրքրությունից ինձ եմ ուտում ու չեմ ամփերում, թե երբ եմ բացելու առաջին տուփը։ Եկեք միանգամից բացենք։ Տեսնես ինչ է լինելու մեջը։ Եվ ներսում նույնիսկ ինձ համար գրություն է այստեղ պատրաստած, եկեք կարդանք։ Սա քո օրվա հագուստն է, որը պարտավոր ես հագնել ամբողջ օրվա ընթացքում։ Աստված իմ մենակ ոչ սա։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Ու դեռ պարզ չի ես օրվա ընթացքում ուր եմ գնալու ու ինչ եմ անելու։ Եվ այսենց շապիկ։ Իրար հետ սազում է, բան չունեմ ասելու, բայց ուղղակի ահավոր է այս ամեն ինչը։ Ես չեմ պատրաստվում սենց դուրս գամ տնից։ Սեղ մի հատ եմ բան տեսնում։ Բայց այս մեկը կարող է սազի, հենց մի վայրկյան էլի։ Ես ինձ արդեն պատկերացրեցի այս բադիկի շորտիկով, այս շապիկով ու ակնոցներով։ Ինչ ասեմ, եկեք փոխվենք։ Եթե պարզվեց, որ իմ թիմը պլանավորել է, որ ես այս տեսքով պետքա մարդկանց մեջ մտնեմ, ես ուղղակի խայտառակ եմ լինելու։ Ինչ ասեմ, առաջին տուփի առաջադրանքը օֆիցիալ համարում եմ կատարված, տեսնենք թե ինչ է սպասվում ինձ երկրորդ տուփի մեջ։ Ինչ ասեմ, բացում ենք երկրորդ տուփը, տեսնենք այսօր ինչ է գալիս գլխիս։ Մեր այսօրվա երկրորդ տուփը փայլուն, շողշողուն տեսք ունի, դրա համար մեծ հույսեր ունեմ, որ երկրորդ տուփը գոնե նորմալ բան է լինելու։ Եկեք բացենք եւ տեսնենք։ Գնացինք։ Դեռ տուփը չբացված, սա դրած էր տուփի այս հատվածը։ Եվ սնունդ է դրված ներսում եւ կրկին թուղթ։ Պատրաստիր նախաճաշ տուփի մեջ գտնվող պարագաներով պարտավոր ես անել աչքերդ փակ։ Պետքա փակեմ աչքերս ու պատրաստեմ նախաճաշ։ Ինչ ասեմ, գնանք տեսնենք ինչ է գալիս գլխներիս։ Մի հատ ինչ կա դատարկում ենք տուփից։ Ուրեմն ամենաառաջինը նարինջը պետքա կտրեմ, քամեմ, դա ամենահեշտն է, բայց ամենաբարդը այս ձվերը կոտրելն է լինելու։ Չգիտեմ ոնց եմ տակից դուրս գալու, բայց ռավ պետքա դու ինձ հուշես, որը որտեղ է, որտեղ աչքերս ամբողջովին փակ է լինելու։ Իդեպ մինչև աչքերս փակել ես, տեղ մի հատ հետաքրքիր բան գտա։ Խնդրում ստեղ նայեք, բասկետբոլի շիտ ոնց որ լինի, այսպես ձուն ջարդում ես մեջը եւ դեղնուցը առանձնանում է սպիտակուցից։ Ես արդեն պատրաստ եմ, աչքերս փակում եմ եւ փորձում եմ ձվերը կոտրել այս ցանցի մեջ։ Գնացինք։ Վերցնում ենք ձուն, կոտրում ենք, պետքա ուղիղ կոտրեմ։ Ահա։ Որը մեջ ընկավ։ Յախք։ Էս ածուն, վերցնում ենք, կոտրում ենք եւ կոտրում ենք այստեղ մեջը։ Հուսով եմ ճիշտ եմ անում։ Վերցնում ենք երրորդ ձուն։ Կոտրում ենք։ Արա գնալու այ պրոֆեսիոնալ եմ դառնում, նայ։ Էսի ուրեմն այստեղ ենք կոտրում մեջը։ Այսպես, այնուհետև կոտրում ենք այստեղ։ Այս ինչ բարդ է առանց տեսնելու խոհանոցում աշխատելը։ Այնուհետև ինձ պետքա խոհանոցում գտնել պատարակախը։ Ուր է պատարակախները։ Օրո, մի վայրկյան։ Արա չէ, էս մի վայրկյան, սա խոլդն էր։ Էս է պատարակախը։ Այնուհետև ինձ պետքա գտնել, որ այս ինչ բարդ է։ Ինձ պետքա այստեղից աղը եւ բիբարը, սա աղն է, հա, սա աղն է։ Դա տեղերը հիշում եմ եւ պետքա այստեղից վերցնել բիբարը։ Սա էլ բիբարն է։ Փաստորեն ամեն ինչի տեղը գիտեմ։ Մեզ մի հատ էլ աման պետք մի վարքան, որ տեղնուսները սպիտակուցի հետ չխառնվի։ Տեղնուսը դնում ենք այստեղ, սա դնում ենք այստեղ։ Սեղանուրա սեղանարա։ Այս ինչ խնդալու է։ Ուրեմն վերցնում ենք աղը, անում ենք աղը այստեղ։ Բիբարը ուր է։ Այսքան հերիք է։ Բիբարը անում ենք այստեղ։ Վերցնում ենք ձուն եւ խփում ենք ձուն։ Սա դեղնուսները ճիշտ եմ, չէ՞ ջարդել։ Տենց դեղնուց եղել է, որ ծուռա գնացել։ Չէ։ Արա դա պրոֆեսիոնալ լինել ուրիշ է, էլի։ Որի մեջ սարքեմ զվացեղը, սա թավա է։ Այո։ Այս փուլը պարտվեցի, որովհետեւ ես քեզ օգնեցի։ Շնորհակալություն, բարի մարդ։ Այս է կարակը։ Այնուհետև վերցնում ենք դանակը։ Հուսամ մատերս չեմ գտվի դանակով։ Ոչ մի պարագայում տանը չկրկնեք։ Ես ամեն ինչը ես անում եմ բրավո ուսկողության տակ։ Մի արա, շուր ես։ Արա ուր ես, արի նկարի, ռավո։ Ուրեմն բացում ենք կարակը, կտրում ենք մի փոքր հատված կարակից եւ դնում ենք կաթսայի մեջ։ Ոչ։ Ոչ։ Ախ, այս է կարակը։ Լավ, խառնում ենք մի հատ էլ։ Լցնում ենք մեջը։ Բասի, ուր է։ Ճիշտ եմ լցնում։ Արագ լցրա, վառ։ Որտեղ է, որ կողմն է։
Ճիշտ եմ լսել։ Գազի վրա այդ է։ Այն միջև վերջ դատարկում ենք։ Հա։ Ուրա ձված է խառնելու հարմարանքը մեր։ Ոսի կարծում եմ պետք չի խառնել։ Օրո, մեր դեղնուսները, ուրա դեղնուսները։ Էս։ Այժմ վերցնում ենք դեղնուսները։ Ոյ, օրա։ Այն պատրաստ է ձվածեղը։ Հարգելի Կարոյի մայրիկ ընկեր հասմեի, դուք նայում եք այս վիդեոն, ինձ կներեք։ Շատ եմ կեղտոտել։ Չէ։ Վերցնում ենք մեր ձուն, ուղիղ Հետ։ Այստեղ դնում ենք ձուն, բայց էփելա նորմալ։ Շատ։ Արա դու ձեռ ես առնում ինձ հաստատ։ Ոչ։ Հա, Ես տենց եմ սիրում զուն։ լավ է էփել։ Շատ։ Արա դե խզարում եմ էլի փակաշկերով, հոզորով չի։ Վերցնում ենք այստեղից հաջորդ դանակը եւ սկսում ենք քամել նարինջները։ Դնում ենք այստեղ։ Զգուշ մատը չկտրես։ Չեմ կտրի։ Սա երկրորդ Շատ սիմետրիկ է եղավ։ Կարծում 5 հատ նարինջը բավարար կլինի։ Մինչև նարինջը քամելը, տակա լինելու կողքերը։ Չէ։ Դնում ենք ամանա այստեղ։ Ահ, արա ինչը չէ, տակ էր։ Բայց ես ինչ իմանամ։ Հարցնում եմ տակալելու, ասում ես չէ, հիմա ասում ես բայց ես ինչ իմանամ։ Դա իմ անձնական կարծիքն էր։ Դստում ենք մեր ծվածեղը, ուրա։ Այս ինչ եմ վերցրել։ Օքեյ, լավ։ Օքնի ռավ։ Օք ճիշտ ես անում, ինչ օգնեմ։ Մատս վառել եմ, արա։ Ուրա են դռնելու։ Ահ, ես ինչ էր տակ։ Այդ ինչ էր այդտեղ միացրած։ Գրող էր, հա։ Մեզ ձվի հետ հաց է պետք, դրա համար այս հացը պետք է դնենք տոստերի մեջ, ուրա մեր տոստերը։ Սպասում ենք մինչև մեր հացը տոստ կլինի, որ մեր ձվի հետ հավեսով ուտենք, իսկ մինչ այդ Այ, ես ինչ էր արա։ Իսկ մինչ այդ եկեք քամենք մեր նարինջները։ Ուրա նարինջ քամելու բանը։ Արա ուրա։ Հեսա, վայ։ Դու Այ մի յախ կարա։ Ուրա նարինջները իմ սարկած։ Ռավ։ Արա ստե կտրած ա։ Օրո, քիչ ես օգնում ինձ։ Նա ձեռդ լվա։ Բայ լվացած։ Լավ չես լվացել, լվա, տեսա ձվի կլեպ ա։ Երդվի։ Հա, լվա։ Ուրա։ Ինչ ես անում էլի ձեներ եմ լսում, արա։ Այսինքն օգտագործած էր։ Ուրա արա իմ նարինջները։ Օրո, հացը վառեցի, հացը, ուրա։ Ռաֆ, օգնի, չեմ ուզում մատս վառեմ, օգնի։ Օգնում եմ հեսա, հա, վայ սաղ նկարում եմ։ Դեշություն անում ես, չէ։ Ես ջուրը միացնում, արա։ Անդանակը։ Ես խմելա, չէ, հաստատ։ Ուրեմն ես չգիտեմ, հա, կրանտի ջուրը էսի հաստատ միացնում, հա, գալի նարինջը խմում, հա։ Քամի։ Բայց դե ինչ թեորիա է կրանտի ջուրը բացում։ Բա որտեվ կրանտի ջուրը բացում ես, ձեները չլսեմ։ Նա տեսի հավաքիստ է։ Դարավ նկարում ես։ Հա։ Հացը տանում եմ ձվի մեջ։ Վերցնում եմ նարինջներս։ Նարինջները խես վերցնում կլպած։ Ես ինչ իմանամ որն է կլպած, որը չէ։ Բայց չկլպածը խի է, բայց քամել ես Հա, արդեն։ բայց ես ինչ իմանամ որն է չկլպած։ Հա, բայց խես քամում էլ։ Որտեվ չկա մեջը։ Կարա։ Ես ինչ ես լսրել։ Նարինջից սոգն աղամանն ես վեկալը, ասում ես քամել ես ու ինչ-որ թեորիաներ ես պատմում։ Ես ինչ ես մեջը լսրել, արա։ Ջուր ես մեջը լսրել։ Հոտ քաշի, ջրի հոտ է գալի։ Չգիտեմ։ Յախք։ Յախ կարես ինչ է։ Վերջապես եկա պահը փորձելու իմ սարկած ձուն։ Արա ես արդեն պատկերացնում եմ, ախ, ինչ համով է լինելու։ Ինչ լուսավոր արա ամեն ինչ, ոնց եք ստեղ ապրում։ Բայց լավ է էփել եմ արա, ինչն է։ Այս դեղնուց էլ խառնը հետը։ Էս ինչ է սա արա, ռաֆ։ Ձու ես մեջ է լսրել։ Չէ, մենք նայ դեղնուսը դուրս գցե։ Արա։ Ես ուրեմն չգիտեմ, որ դու իմ քամած նարինջները խմում էիր։ Լավ է սարը, ռաֆս քեզ կարելի է։ Բայց ես քանն էլ որ արել եմ, հալալ է, ինձ լուրջ եմ ասում։ Արի գնանք հաց ուտենք։ Ընտիրը սարքել եմ։ Կարծում եմ ինձ մոտ իդեալական ստացվեց փակ աչքերով խոհարարություն անելը, իսկ դու հենց հիմա մեկտաբանությունների բաժնում 1-ից 10 բալային համակարգով գնահատիր, թե ոնց ինձ մոտ ստացվեց ըստ քեզ։ Ռաֆ ըստ քեզ ոնց էր։ 1 Երթը որտես վատ էր։ Դելավ նարինջը խմել եմ 5 Ես պատվով անցա երկրորդ փուլը ժամանակ տա բացելու երրորդ տուփը։ Գնանք տեսնենք թե ինչ է ինձ սպասվում։
Այ հիմա կուշտ փորով կարելի է բացել մեր այսօրվա երրորդ տուփը։ Եկեք գնանք տեսնենք թե հիմա ինչա մեզ սպասվում։ Տեսնենք։ Ուրիշ ինչա։ Ինչ որ քանդած սարք է գտնվում եւ վրան գրված է։ Գնա այգի եւ փորձիր մետաղ փնտրող սարքով, փաստորեն սա մետաղ փնտրող սարք է։ Մետաղ փնտրող սարքով գտնել իրեր գետնի տակից ամենակիչը 3 իր։ Օրո դզեց։ Ով է ձեզանից հիշում, երբ 5 տարի առաջ մետաղ փնտրող սարքով վիդեոներ էի նկարում օվկիանոսի ափին։ Մի հատ խնդրում եմ գրեք մեկնաբանությունների բաժնում ձեզանից ով է այդ հին հետևորդներից, ով տեսել է իմ այդ վիդեոները։ Դե ինչ, մետաղ փնտրող սարքը ամբողջովին պատրաստ է։ Եկեք մի հատ միացնենք, տեսնենք աշխատում է։ Սա հատուկ ականջակալեր է, որի շնորհիվ էլ կարողանալու ենք գետնի տակից ինչ-որ իրեր գտնել։ Վաու, մի վարքյան։ Այս բահի օգնությամբ էլ գետնի տակից փորելու ենք եւ հանելու ենք մեր մետաղ փնտրելու սարքի շնորհիվ գտած իրերը։ Այնքան ոգևորված եմ, ուղակի չեք կարող պատկերացնել։ Դնում ենք սա մեքենայի բեռնախցիկը եւ շարժվում ենք այգի։ Ես արդեն գտնվում եմ այգում, մետաղ փնտրող սարքը իմ ձեռքերում է։ Արդեն առաջարկում եմ միացնենք եւ անցնենք գործի։ Գնացինք։ Հələ նորմալ ծնգա, արա, նորմալ պետքա ուժեղ ծնգա իրականում, sense պետքա ծնգոցը շատ բարձր լինի, որ նոր սկսեմ փորել, sense անկապ ծնգոցներին ուշադրություն չենք դարձնում։ Հա, ստել է ծնգում, բայց անկապ։ Հա? Էսա։ Այստեղ ծնգում է։ Դեռևս ամենաբարձր ծնգոցն է, եկեք տեսնենք ինչ է գտնվում ստեղ։ Օր էս ինչքան է ծնգում։ Էս ինչ դժվար է էս բահով, ստեղ չկա։ Այստեղ է ծնգում, այստեղ։ Օրո։ Էսա, վասի։ Վաու, օրո, այա։ Մի խոսքով մեր այսօրվա առաջին գտած բանը 25 ցենտ, կոպեկ։ Կարծում եմ սկզբի համար իդեալական է։ Տեսնենք թե առջևում ինչ է ինձ սպասվում։ Գնացինք։ Մենակ թե ինչ չգտնի, էլի 1000 այդ կնգան ասեցի, այդ մատանին ինձ որ դրել ես, նորմալ դիր չեն գնեմ ձերից այդ այգու վրա։ Մատ ոսկի արա գտներ, ոսկի։ Լավ գոնե պղինձ, արա, պղինձ չկա։ Խնդրում եմ ծնգա, դե, խնդրում եմ ծնգա։ Ոսկի, չեմ հավատում ոսկի։ Արա ջան, գտավ։ Ոսկի, Գտավ վերջապես։ ոսկի եմ գտել։ Վեկարտար ինստուն լվա գործի հարա։ Ոսկի եմ գտել։ Ահ, ոսկի, աջան։ Դեռ մի հատ կոպեկ եմ գտել եւ մի հատ ոսկի, դրա համար շարունակում ենք դեռ մանգալ, մի հատ բարձր ծնգա, խնդրում եմ։ Տեմ, հասկացանք, բարձր եմ ուզում, բարձր ծնգա։ Տեմ, այստեղից ինչ-որ ձեն եմ լսում։ Այսա։ Ամենաբարձր այստեղից եմ լսում, ես ինչ է։ Ինչ-որ ապակու կտոր, անկապ։ Սա չենք հաշվում ու շարունակում ենք մանգալ։ Նորմալ բան պետք է գտնեմ, ձև չկա։ Չեք պատկերացնի, թե ինչ հավես բաղմունք է սրանով բաներ մանգալու, բայց դες տեղեր է պետք հիմնականում գնալ, որ վստահ ես թանկարժեք բաներ կլինի այդտեղ։ Օրինակ բարձր մակարդակի ծովի ափերում, որտեղ հանգստանում են հարուստ մարդիկ, տենց տեղերում լիքը մարդիկ կորցնում են իրենց զարդերը ու վստահ կարող եմ ասել, որ տենց տեղերից հնարավոր է գտնել շատ ու շատ թանկարժեք բաներ։ Բայց ես հիմա եթե գոնե էլի կոպեկ գտնեմ, լուրջ էլի գող կլինեմ։ Ահա, այստեղ ամենաուժեղն է ծնգում։ Այս հատվածներում չի ծնգում, բայց ինչքան մոտեցնում եմ, այստեղ սկսում է ծնգալ։ Այստեղ է իմ կարծիքով։ Ես ինչ բարձր է ձեն, ախր այս կողմի վրա ընդհանրապես ձայն չկա, բայց ինձ բերում ենք այստեղ։ Օրո։ Ոստվոցին, օրո։ Ճիշտ հարզ վաղտ է զանգում ինձ, մի վարքյան։ Օրո։ Ինչ-որ վզնոց է, այս մասը ռեզինից ու շարունակությունը ոսկեգույն է։ Միձևի, բայց հավատը չի գալիս, որ սա ոսկի կլինի, որովհետև վստահ եմ, եթե իրական ոսկի լիներ ու տերը սա կորցներ, հաստատ այնքան ման կգար մինչև գտներ ու տեղ-տեղ, խնդրեմ, գույն ուղակի չկա, գույնը թափած է։ Այգում ստեղ ջուր կա, եկեք լվանք սրանով ու փորձենք հասկանալ։ Միտեղ ոսկեգույն է, միտեղ գույնը թափված է։ Դրա համար կարծում եմ, որ սա ոսկի չի, բայց ես ահավոր ուրախ եմ, քանի որ այսօր մեզ հաջողվեց գտնել սա, հաջողվեց գտնել այս 25 ցենտը եւ մեր իրական ոսկին։ Առաջադրանքը համարում եմ կատարված, շարժվում ենք դեպի ստուդիա, տեսնենք թե ինչ է գտնվում թվով 4-րդ տուփի մեջ։ Հերթը վերջապես 4-րդ տուփը բացելուն է, եկեք տեսնենք թե ինչա մեզ այս անգամ սպասվում։ Գնացինք։ Ինչա լինելու։ Օրես ինչա։ Օրը չեմ հավատում։ Բաժակ զուգարանի տեսքով։ Ու հիմա ես պետքա սրանով ինչ-որ բան խմեմ։ Լավ, եկեք կարդանք ներսի գրությունը։ Օրո։ SpongeBob-ի աման եւ ինչ-որ երկար ձողիկ։ Եկեք կարդանք թե ինչա գրված թղթի վրա։ Գնա քո ուզած սնվելու վայրը,
բայց ուտելիքը պետք է ուտես տուփի ներսում գտնվող պարագաները օգտագործելով։ Վաու։ Հիմա ես այսինքն պետք է գնամ ռեստորան ու սնունդ ուտեմ SpongeBob-ի ամանի մեջ եւ ըմպելիքը խմեմ Զուգարանի բաժակի մեջ։ Խայտարակ ենք էլի լինում այսօր մի խոսքով, խայտարակ։ Ինչ ասեմ, գնանք սնվելու վայր եւ այս ամեն ինչը օգտագործելով հաց ուտենք մարդկանց մեջ։ Ես արդեն իմ ամենասիրելի In-N-Out-ի առջև եմ, գնում ենք բուրգեր ուտելու, անկեղծ ահավոր ամաչում եմ։ Այս ինչքան մարդ կա ներսը, Աստված։ Ամոթից գետինն եմ մտել էս իմ տեսքից ու էս ձեռքից Զուգարանի բաժակից։ Ես պատկերացնում եմ, եթե Ամերիկայում եմ սենց ամաչում, բայց Հայաստանում այս վիդեոն եթե նկարեի ինչ կլիներ։ Երբ հերթը ինձ հասնելու արագ պատվիրեմ, գնամ նստեմ տեղս։ Արագացրա։ To number 1. Thank you. Yeah, thank you so much. Ամաչում եմ ահավոր։ Վերջ պատվերը կատարված է։ Այժմ մի հատ լվում ենք մեր Զուգարանը, քանի որ չենք լվացել։ Այսինքն լավ լվում ենք։ Խնդում եմ վրես։ Thank you. Այստեղ եկա քմծի ծավալ ասում է, մայքից շատ լավն է։ Նախճիկներն են խնդում վրես։ Ես վերջապես գտա ազատ սեղան, մինչև մեր բուրգերները պատրաստ լինի, մի հատ bubble gum-ի չեներգետիկ ենք բացում։ Դնում ենք մեր Զուգարանի բաժակի մեջ։ Յախ, ինչ տհաճ է ադնելու, ձեր կենացեմ։ Հավատը չի գալիս, որ իմ այս Զուգարանի բաժակից եմ խմում։ Մոռացել եմ, որ պետք է երկար ձողով խմեի։ Սաղ նայում են, ասում են ով է այս կրտսրածը։ Ուտելիքը պատրաստ է, գնում ենք վերցնելու։ Thank you։ Դեռ տենց մի նայեք վրես, սաղն հենց են նայում, ոնց որ այլ մոլորակային է մտել In-N-Out։ Բարև։ Ուրեմն պատվիրել եմ 3 մսով բուրգեր, սա դնում ենք SpongeBob-ի ամանի մեջ եւ պատվիրել եմ ֆրիտ։ Սա նույնպես դնում ենք այստեղ։ Ժամանակն է վայելելու իմ ամենասիրելի ուտելիքը։ Բուրգերի վրա անում ենք իմ սիրելի սոուսից։ Արը շատ խնդալու է, որ ես հիմա SpongeBob-ի ամանի մեջ In-N-Out-ում ուտում եմ բուրգեր։ Բուրգերի ամենահամով մասը, վերջին մասը գնացինք։ Այժմ ֆրին լցնում ենք SpongeBob-ի դեմքի վրա, այսենց։ Դե ինչ դուրս են գալիս In-N-Out-ից, շարժվում ենք դեպի ստուդիա, որպեսզի բացենք մեր այսօրվա վերջին տուփը, տեսնենք ամենավերջում ինչա գալու գլխիս։ Գնացինք։ Վերջապես հերթը հասավ մեր այսօրվա վերջին 5-րդ տուփին։ Տեսնենք ամենավերջում ինչա պատրաստել իմ թիմը ինձ համար։ Գնացինք, բացում ենք։ Լավ, եկեք մինչև մի հատ բացել է, փորձեմ ինչ-որ գուշակություններ անել։ Իստում է լիքը ձվեր ա լինելու սենց դրած, թղթի վրա էլ գրած ա լինելու հերթով ձվերը ջարդի գլխի։ Իմ կարծիքով տես մի հատ ապուշ բան ա լինելու։ Բայց եկեք բացենք եւ տեսնենք։ Օրո Այս ինչքան չեներգետիկ է գտնվում տուփի մեջ։ Դու եւ Ռաֆոն ունեք ուղիղ 2 րոպե ժամանակ, որպեսզի տուփի մեջ գտնվող չեներգետիկներով պատրաստեք բուրգ։ Ով չհասցրեց կամ ում բուրգը փլուզվեց, նա պետք է անի պատիժը։ Եվ ինչ է պատիժը։ Պատիժը այս մյուս թղթի վրա է գրված։ Պարտվողը պետք է ցածկի սառը լողավազանի մեջ։ Օյո, ես չեմ պարտվելու Ռաֆ։ Ես հաստատ չեմ պարտվելու։ Պատրաստ ես պարտվել չեներգետիկներով չելենջը, որ դու ցածկես լողավազանի մեջ։ Կարելի է ռուսերեն պատասխանեմ։ Կարելի է ռուսերեն պատասխանես։ Ты ցածկելցը սպասեինը։ Դե ինչ Ռաֆ ունենք ուղիղ 2 րոպե ժամանակ, որպեսզի սարքենք չեներգետիկներից աշտարակ։ Ով չհասցրեց կամ ում աշտարակը փլուզվեց 2 րոպեների ընթացքում, նա էլ պարտվում է ու անում է պատիժը։ Ցածկելով սառը լողավազանի մեջ։ Պատրաստ ես։ Ահ Ուշադրություն, 2 րոպեն։ Գնաց, թղթի վրա գրված էր, եթե փլուզվեց բուրգը, ուրեմն պարտվում ես։ 2 րոպեն միզևի շատ էր, չէ՞ Ռաֆ, էսի ավելի կարճ ժամանակում է կարող սարքենք։ Մինչ սարքում ենք չեներգետիկներով աշտարակը հենց հիմա փոքրացրու վիդեոն եւ միացիր ալիքին, որպեսզի բաշի թողնես հետագա ավելի հետաքրքիր եւ մասշտաբային վիդեոները։ 32 վայրկյան մնացել ուղիղ արագ, պետք է հաղթեմ, ձև չկա։ Եվ վերջինը Հաղթանակ, վերջ, հաղթել եմ, դեռ 8 վայրկյան էլ կա 7, 6, 2, 1 Իդեպ հատուկ Լոս Անջելեսից հետևորդների համար չեներգետիկները արդեն հասանելի են Լոս Անջելեսի գրեթե բոլոր հայկական խանութներում, այնպես որ հենց հիմա շտապի փորձելու վստահ եմ շատ ես հավանելու։ Իդեպ դուրսը փետրվար ամիսն է ու լողավազանի ջուրը դեռ ահավոր սառն է, հենց որ բավականին բարդ պատիժ է։ Հելի, գնացինք։ Դե ինչ, մենք արդեն գտնվում ենք դրսում, եղանակը բավականին սառն է, ջուրը հիմա կստուգենք։ Խնդրում եմ նայեք դուրս ինչ ցուրտ է։
Ռավ մարդիկ սառած լճի մեջ են մտնում։ Դա չի կարելի։ Խի չի կարելի։ Որովհետև սառը ջուրը միանգամից ցատկելը շոկ է նյարդային համակարգի համար։ Եվ որ դու մտնում ես սառը ջրի մեջ, ուղեղը չի կարող ընկալի, որ դու միանգամից սառը ջրի մեջ ես եւ արյունը գնում է սրտիդ մեջ, պահվում է եւ շնչառությունը սկսում է արագանալ։ Վաու, Ռաֆայել։ Բայց ես չեմ հասկանում, ինչ են օրինակ սպորտսմենները, դա պրոպագանդում, որ կարելի է սառը լճի մեջ մտնել ու սառը ջրի մեջ մտնելը դա առողջարար է։ Չէ, սառը ջրի մեջ կարելի է մտնել, եթե դու դա անում ես բարբերաբար եւ միանգամից չես ցատկում։ Այսինքն իմ մարմնի ջերմաստիճանը ուրիշ, այստեղին ուրիշ, եթե ես աստիճանաբար մտնեմ սառը ջրի մեջ, դա կհանվի նորմալ։ Դա նորմալ է, այսինքն միանգամից որ մտնում ես շոկի է ենթարկվում, որ ասում են չի կարելի միանգամից մտնել։ Դե հիմա ուրեմն հանգիստ, դա անդախ քո համար մտի, դրանց ոնց ես դիմանալու։ Ցուրտարի գնանք տուն։ Ես ապշած եմ, ինձ թվում էր մի հատ մի պատճառ կհորինի ու չի անի այս պատիժը, բայց փաստորեն Ռաֆոն իր խոսքի տերն է։ Իդեալական ջուրը, ասենց ասեմ, նույն ամառվա ջուրն է կամ ավելի լավ ջուր չի եղել։ Փետրվար ամիս Ռաֆայել Մարտիրոսյան, պատրաստ ես։ Այո։ 3, 2, 1։ Ոնց ես։ Շատ լավ։ Անկեղծ։ Այո։ Ես պատկերացնում եմ Ռաֆոն ինչ է զգում։ Չեմ հավատում, որ այս ամեն ինչը կատարվում է փետրվար ամսին, սառը ջրի մեջ։ Շատ ավեց։ Անկեղծ, Էդոյի բերանը բաց է մնացել։ Արա դու աննորմալ ես։ Ռավ դու նորմալ ես։ Դուրսը կանգնած մատերը սարցակալել է։ Ու Ռաֆոն ասենք մտնում ելնում։ Անկեղծ հավատես չի գալի, որ դու ես ամեն ինչը արեցիր։ Լուրջ չեմ հավատում։ Ռաֆո այս քայլը ձեր լայքերին է կարծում եմ արժանի։ Կարծում եմ վայելել ես այս վիդեոն սկզբից մինչև վերջ։ Իսկապես շատ հավես ու շատ զվարճալի վիդեո ստացվեց։ Դե ինչ հարգելիներս, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։